Բավականին հաճախ մենք իրավապահներին մեղադրում ենք, որ վենդետայի վտանգը տեսնելով չեն ձեռնարկել որևէ քայլ կանխելու նախապատրաստվող հանցագործությունը, սակայն այսօր մեր կողմից ներկայացվող դեպքը հակառակի մասին է։ Այս դեպքում իրավապահների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում կանխվել է մեծ ողբերգություն, որն առնվազն կարող էր ավարտվել անչափահասների սպանությամբ։ Մի քանի օր առաջ 17-ամյա անչափահասը դանակահարվել էր 5 երիտասարդների կողմից եւ արդեն վիրավոր պատանին իր ընկերոջ հետ քողարկված զայրույթով սկսել էր ծրագրել հաշվեհարդար։ Նախապատրաստվում էր սպանություն լրջագույն հետևանքներով, բայց ժամանակին ստացված օպերատիվ տեղեկատվությունն ու արագ ձեռնարկված գործողությունները թույլ տվեցին կանգնեցնել հերթական բռնությունը, կանխելով նոր հարձակում եւ փրկել կյանքեր։ Ինչպես բացահայտվեց հանցավոր մտադրությունը եւ ինչպես կանգնեցվեց ողբերգության հերթական քայլը։ Ներկայացնում ենք այս ռեպորտաժում։ Անչափահաս 17-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ ստանալուց հետո ընկերոջ հետ պլանավորել էր իրեն դանակահարողներին սպանությունը, ինչը կանխվեց իրավապահների արագ արձագանքի շնորհիվ։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները օրեր շարունակ հետևում էին տեղեկատվությանը, ըստ որի երկու երիտասարդ 17 եւ 20 տարեկան վանաձորցիներ նախապատրաստում էին հաշվեհարդար տեսնել երկու անձի նկատմամբ ապօրինի ձեռք բերված զենքով։ Պարզվեց, որ դեպքից առաջ 2008 թվականին ծնված անչափահասը վիճաբանել է երկու երիտասարդի հետ։ Վիճաբանության ընթացքում երիտասարդները դանակի մի քանի հարված են հասցնում անչափահասին, պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ։ Դրանից հետո ծագում է մի նոր քրեական վարույթ, որի մանրամասներն ավելի քան ուշագրավ են։ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:22-20-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն բազմաթիվ կծածակած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 2008 թվականին անչափահաս մի երիտասարդ։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 22:20-ի սահմաններում երիտասարդների միջև որոշակի կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արդեն իսկ նախապես իրենց ձեռքին գտնվող դանակներով Վանաձոր քաղաքի երկու այլ երիտասարդներ, ընկերներ հարվածներ են հասցրել անչափահաս երիտասարդին։ Դեպքից հետո իրավապահների փոխանցմամբ անչափահասը հենց հիվանդասենյակում պլանավորել է իրեն դանակահարողների սպանությունը։ Նախաքննության ընթացքում նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող այլ արարքներ են բացահայտվել, մասնավորապես պարզվել է, որ 2008 թվականին ծնված երիտասարդը իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ պայմանավորվել եւ պլանավորել նախապատրաստել են իրեն 2008 թվականին ծնված երիտասարդին դանակով հարվածած անձանց սպանել։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել նախաքննություն։ Նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթները միացնելու մասին, քանի որ միմյանց հետ կապված են եղել փաստական հանգամանքներով։ Դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանական կողմերի դիրքորոշումները լսելու նպատակով մենք կապ հաստատեցինք գործով ներգրաված փաստաբանների հետ։ Նրանցից ոմանք մեր զանգերն անպատասխան թողեցին, ոմանք էլ պարզապես նշեցին, որ այս պահին հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը նպատակահարմար չեն գտնում մեկնաբանել քրեական այս գործը։ Ներկա դրությամբ քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում եւ նպատակահարմար չեմ գտնում որպես պաշտպան մեղադրյալներից մեկի որևէ տեսակետ հայտնեմ տվյալ գործով։ Գործը մեկնաբանել հրաժարվեց նաև գործով պաշտպան Արեն Մնացականյանը, նշելով, որ այս պահին ձեռնպահ կմնան մեկնաբանություններ տալուց նախաքննության շահերից ելնելով։ Իսկ պաշտպան Արայիկ Պապիկյանը մեծ հետ զրույցում ներկայացրեց իր վստահորդին առաջադրված մեղադրանքը ու իրենց կողմի դիրքորոշումը ողջ քրեական այս վարույթի վերաբերյալ, շեշտադրելով, որ ըստ էության պատկան մարմինները ունենալով նախապես տեղեկատվություն նախապատրաստվող
հանցագործության մասին որևէ գործողություն չեն իրականացրել, փոխարենը սպասել են։ Իսկ թե ինչ պատճառով են պատկան մարմինները սեպտեմբերին ունեցած օպերատիվ տեղեկատվությունը Երևան հանել միայն նոյեմբեր ամսին, դեռևս անհասկանալի է։ Տեղի ունեցել, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 21-ին անչափահասի պատանի 16-ամյա, եթե չեմ սխալվում, պատանու դանակահարություններ տեղի ունեցել ու բարեբախտաբար շատ արագ հասցրել են բժշկական կենտրոն, վիրահատվել էր, կյանքը հաջողվել էր փրկել։ Հետագայում, ինչպես պարզ դարձավ, արդեն վիրահատարանից մինչև հիվանդասենյակ տեղափոխելը, նրա հիվանդասենյակը փաստորեն արդեն համապատասխան ծառայությունները կահավորել են գաղտնալսման սարքերով։ Իրականացել օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ որքանով պարզ է դառնում հետագայում ըստ պաշտոնական վարկածի պետք է վրեժխնդրություն տեղի ունենար։ Այսինքն այդ պատանին կամ իր ընկերները, չգիտեմ, վրեժխնդիր լինեին այն անձի նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, ովքեր դանակահարել էին իրեն։ Եվ նաև քրեական վարույթի թույլ տվեք հետևյալ բառ օգտագործեմ, սցենարի մեջ մտնում է նաև այն հանգամանքը, որ կան նաև անձինք, ովքեր այս կամ այն կերպ փորձել են իբր թե խոչընդոտել քննության ընթացքին։ Եվ հատկանշական է, որ այդպիսի անձանց մեկի փաստաբանն եմ հանդիսանում, երբ այդ իրադարձությունները ըստ էության սեպտեմբերի 22, 23, 24 այդ օրերին էր, բայց ես հիշում եմ, երբ պաշտոնապես հրապարակվեց նաև քննչական կոմիտեի կողմից, որ իբրև թե նախապատրաստում էր սպանության միջոցառում փորձ պիտի կատարվեր, ողջամիտ հարց էր առաջանում։ Այդ իրադարձությունը տեղի ունեցել սեպտեմբերի վերջի օրերին եւ օպերատիվ տվյալներով եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների գաղտնալսումների տվյալներով, այդպիսի տվյալները ըստ էության ի հայտ են եկել դեռևս սեպտեմբերի վերջին։ Նոյեմբերի 5-ին բարույթն իրականացնող մարմինը որոշում է իրականացնել ձերբակալություններ եւ անձանց տանել կալանքների։ Եթե չեմ սխալվում, գիշերվա ընթացքում առնվազն 5 անձի նկատմամբ դատարանում կալանքնավորման միջնորդություններ քննարկվեց, իմ տեղեկություններով 4 անձի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց կալանավորում, այդ թվում այդ պատանու նկատմամբ, ով փաստորեն տուժող էր, դանակահարման հիմքով դարձավ մեղադրյալ եւ կալանավորվեց։ Իսկ մեկ անձի նկատմամբ, ում պաշտպանությամբ ես եմ զբաղվում, նրա նկատմամբ դատարանը ընտրեց տնային կալանք խափանման միջոցը։ Եթե այս սցենարը համապատասխանում է իրականությանը եւ ողջամիտ է, ապա գրեթե 1.5 ամիս հետո փորձել կանխել այն, ինչը պիտի տեղի ունենար, սա արդեն ողջամիտ չէ, սա իրավապահների ուշ արձագանքման հետևանք է։ Եվ մենք ցավոք սրտի հաճախ ենք ականատես լինում ողբերգական դեպքեր, երբ ժամանակին միջամտություն չի տեղի ունենում։ Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հիվանդասենյակ այցելած երիտասարդները տեսակցության ժամանակ ուղղորդել են անչափահասին փորձել ազդել նախաքննության ընթացքի վրա։ Համենայն դեպս այս վարկածին է հակված հավատալ վարույթն իրականացնող մարմինը, ինչի վերաբերյալ եւս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ են նաև հայտնաբերվել, մասնավորապես բացվել է, որ Վանաձոր քաղաքի երկու բնակիչներ իրենց ենթադրյալ ազդեցությունը 2008 թվականին ծնված անչափահաս երիտասարդի նկատմամբ օգտագործելով վերջինիս հարկադրել են նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունքներ տալ, հայտնել խեղաթյուրված փաստեր դեպքի առթիվ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով դեպքի առթիվ կրկին լոռու-մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության 495-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ նկատի ունենալով որ նախաձեռնված վարույթը եւս փաստական հանգամանքներով կապված է արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի հետ, վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վարույթները միացնելու եւ նախաքննությունը մեկ վարույթի ընթացքում շարունակելու նպատակով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի պնդմամբ իր վստահորդը, ով մեղադրվում է հենց այս արարքում, որևէ փաստական տվյալով չի հաստատվում իրեն մեղսագրվող արարքը։ Պաշտպանը նախաքննությունից հետո խոստանում է անգամ հրապարակել այն ձայնագրությունները, որտեղ ըստ վարույթն իրականացնող մարմնի իր վստահորդը անօրինական գործողություններ է իրականացրել, խոչընդոտ հանդիսանալով վարույթի նախաքննությանը։ Այն գաղտնալսումները, որոնք վերագրվում են իմ պաշտպանյալին,
Բացարձակապես չեմ պարունակում այնպիսի փաստական տվյալ, ես խոստանում եմ, որ երբ նախաքննությունը ավարտվի եւ մեզ թույլ տան հրապարակել, ես ինքս կհրապարակեմ իմ պաշտպանյալի խոսակցությունները եւ ցանկացած ողջամիտ անձ, ցանկացած դիտորդ, ով կլսի կհասկանա, որ դա այդ զրույցը չէր կարող որևէ կերպ ազդել քննության ընթացքի վրա, հասկանում եք, չէր կարող ազդել։ Նույնիսկ ավելին ասեմ, եթե կար այդպիսի վտանգ քննության ընթացքի վրա ազդելու սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 5-ը, հարգելի քննիչ, հարգելի ոստիկան, հարգելի ԱԱՑ աշխատակից, հարգելի դատախազ, դուք ոչինչ չեք ձեռնարկում, նոյեմբերի 5-ին ասում եք, որ այս մարդը նրա հետ զրուցելու ժամանակ հիվանդասենյակում խորհուրդներ տալու միջոցով փորձել է ազդել քննության ընթացքի վրա։ Պարզապես ողջամիտ չէ այս տրամաբանությունը։ Փաստաբանը նաև նշեց, որ իր վստահորդը հանդիսանում է այն անձը, ով դանակահարված երիտասարդի ընկերը չի եղել եւ վերջինիս իր ավտոմեքենայով ընդամենը տեղափոխել է հիվանդանոց, փորձելով փրկել նրա կյանքը։ Իսկ հիվանդասենյակում որպես իրավաբանական ֆակուլտետի ուսանող քննարկել է անչափահասի հետ իրավական հարցեր, որոնք որևէ կերպ խոչընդոտ չէին կարող հանդիսանալ նախաքննության համար։ Երեկոյան Վանաձորի հայքերապարակում մեծ տոնակատարություն է եղել անկախության տոնի շրջանակներում մեծ տոնակատարություն եւ քաղաքի կենտրոնում, այսպես ասեմ, փակ վիճակում, երթևեկության իմաստով եւ ինքը ինչ որ դեպքի վայրից շատ հեռու չի եղել եւ լուր է հասել, որ կա դանակահարված անձ հիվանդանոց հասնելու խնդիր կա։ Ինքը իր մեքենայով գրկել է այդ պատանուն, դրել իր մեքենայի մեջ, դեմքով ճանաչել է, այնպես մտերիմ չեն եղել, բայց լսելով այդ աղմուկ աղաղակը դեպքի վայր հասնելով, դրել է իր մեքենայի մեջ, այդ խառնաշփոթի մեջ քաղաքի կենտրոնական փողոցները հիմնականում երթևեկելի չեն եղել, որովհետև տոնական միջոցառումներ են ընթանում։ Ինքը իր մեքենայով գրկել տարել է հասցրել հիվանդանոց անձի կյանքը փրկելու առումով եւ այնտեղ այսպես այս միջոցով նաեւ օրեր անց 1-2 օր անց այցելել տեսակցության, որովհետեւ ընդորում երբ ինքը հասել է հիվանդանոց, այնուհետեւ բնականաբար ժամանել են իրավապահները, ոստիկանությունը եւ այլն եւ գիտեն, որ ինքն է հասցրել հիվանդանոց եւ 1-2 օր անց ինքը այցելել է պարզապես տեսակցության, հասկանալու ինչպիսի առողջական վիճակում է այն պատանին, ում ինքը հիվանդանոց է հասցրել։ Ես ողջամտորեն հասկանում եմ, որ վաղ թե ուշ հավանաբար իրեն պիտի հարցաքննեն, ինչ է տեսել, ինչպես է տեղափոխել, այսինքն ինքը անկախ իր կամքից արդեն դարձել է վկա առնվազն այնքանով, որքանով պիտի ցուցմունք տար, թե ինչպես է դանակահարվածին հասել հիվանդանոց։ Իր դերակատարումը սրանով է պայմանավորված, որ հետագայում այցելում է, հետո զրուցում նախ բնականաբար հարցնում որպեսությունը, եթե չեմ սխալվում, փոքրիկ գնում է կատարում միրգ, այն ինչ որ թույլատրվում է տանելու, պարզապես հիվանդատես է գնացել, նաև ինքը ուսանող է, իրավաբանական ֆակուլտետի ուսանող է, վստահորդս, պաշտպանյալս եւ իրավական որոշակի զրույց է ունեցել։ Ընդ որում, եթե ես չեմ սխալվում, զրույցի ժամանակ սենյակում այլ անձինք եւս եղել են։ Նաև այլ անձինք, որովհետև գաղտնալսման սաղագրությունից պարզ է դառնում, որ եղել են նաև այլ անձինք, ովքեր եւս միջամտել են զրույցին։ Իր դերակատարումը սրա մեջ է եղել եւ լինում են դեպքեր, երբ մարդիկ մնում են անտարբեր օգնություն ցույց չտալու առումով, կշտամբում ենք, թե ինչու են անտարբեր, հիմա ինքը չի անտարբեր չի եղել, ինքը հասել է հիվանդանոց, այնուհետև այցելել է տեսակցության եւ այսօր դարձել է մեղադրյալ։ Նախաքննության ընթացքում միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին 5 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, 2008 թվականին ծնված անչափահաս երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 4355-րդ հոդվածի առաջին մասով, վերջինիս ընկերոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 4355-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետով, 2008 թվականի ծնված անչափահասին ծանր մարմնական վնասվածք պատճառած 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ այն անձի նկատմամբ, ով որ անչափահաս երիտասարդին հարկադրել է կեղծուցմունքներ տալ, քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, վերջիններիս միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի Առաջինացյանի ընդհանուր իրավասության դատարան, վերջիններիս նկատմամբ որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին,
Երկու անձանց նկատմամբ որոշում է կայացվել դատարանի կողմից որպես խափանման միջոց կիրառել կալանքը 2 ամիս ժամանակով, իսկ 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը 2 ամիս ժամանակով։ Տուժողը այս պահին ավելի ծանր քրեական հետապնդման հոդվածով 155-ի երկրորդ մաս, եթե չեմ սխալվում, գտնվում է կալանավայրում, իսկ իրեն ենթադրաբար բանակի մարմնական վնասած հասցրած անձինք ավելի թեթև մեղադրանքով են գտնվում կալանավայրում, նախնական եթե չեմ սխալվում, հետապնդման ենթակա անձանցից երկուսը մեղադրանքը 155-ի երկրորդ մաս է, որը նախատեսում է ընդհանուր ազատազրկում, երկու անձանց նկատմամբ 166-ի երկրորդ մաս 5-ից 10 տարի ազատազրկում եւ եւս երկու անձ, եթե չեմ սխալվում, քննությանը միջամտելու մեղադրանք ունեն 495 հոդվածով, նրանց նկատմամբ սպառնում է 3-ից 6 տարի։ Շատ ինքնատիպ, շատ այսպես նաեւ իրավաբանորեն շատ հոդվածների մի փունջ է հավաքված մի գործի մեջ, անկասորեն ես չեմ պատկերացնում, թե դատարանը այս ամենը քննության արդյունքում ինչ եզրահանգման կգա, բայց ես որպես պաշտպան եւ նաեւ որպես հայ քաղաքացի պիտի ասեմ, որ իրավապահները չափից դուրս շատ են ուշացել այս գործողությունները կատարելու առումով։ Հետագա միջոցառումներով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 17 եւ 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել նրանց բնակարաններում։ 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում Բաքում հսկող ոստիկանը նկատել է, որ նա ինքնաձիգի նմանվող իրեն է պատշգամբից 45 փամփուշտով լիցքավորված կալաշնիկովի ինքնաձիգը քննիչի կողմից արգրավվել է։ Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև հետաքննության մարմնի հետ համակարգված գործողությունների արդյունքում միաժամանակ կատարվել են խուզարկություններ նշված 5 անձանց բնակարաններում, որոնց արդյունքում նշված անձանցից մեկի բնականում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք, որը նախապատրաստում էին սպանություն իրագործել ինքնաձիգը, դեպքի արդիվ նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության քրեականորեն գրքի 335-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, միացվել արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթին։ Ներկա պահին խափանման միջոցներն տնային կալանք 3 անձի նկատմամբ, 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք են տրվել, նախաքննությունը շարունակվում է այս պահին։ Դանակահարությամբ սկսված միջադեպը, որը վերաճել է հնարավոր սպանության նախապատրաստության, ապօրինի զենքի ձեռքբերման եւ հնարավոր ազդեցության փորձերի այսօր գտնվում է նախաքննական մարմնի խիստ ուշադրության կենտրոնում։ Մի կողմից պաշտպանական կողմերը պնդում են, որ բազմաթիվ գործողություններ կատարվել են առանց բավարար ապացույցների եւ շեշտադրում են, որ մի շարք հարցեր դեռևս մնում են բաց, այդ թվում նաեւ այն, թե ինչու օպերատիվ տեղեկատվությունը գնահատվել է միայն ամիսներ անց։ Մյուս կողմից քննչական մարմինը հավաստիացնում է, որ առկա են տվյալներ, որոնք հիմք են տվել քրեական վարույթներ նախաձեռնելու եւ մի շարք անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար։ Թեև գործընթացները դեռ չենք ստացել, հնարավոր է մեզ համար անակնկալ լինեն, բայց կարծում եմ քիչ հավանական է եւ այսպիսի փաստերի ճնշման ներքո ըստ էության քննության ժամանակ դատարանի համար հիմնավոր կասկածի այս ապացուցվածության շեմը շատ ավելի բարձր պիտի լինի։ Եթե նախնական կալանքի ժամանակ այս խնդիրը արդեն իսկ բացահայտվել է, ես կարծում եմ հիմնական դատալսումների ժամանակ, դատականության ժամանակ զուտ իրավական առում մեզ համար ավելի դյուրին պիտի լինի, որպեսզի դատարանում կարողանանք ավելի արդյունավետ եւ լավ պաշտպանվենք եւ վստահ եմ օբյեկտիվ քննության պայմաններում պաշտպանյալս միանշանակորեն պետք է արդարացվի։ Այս պահին չեմ ուզում այլ կանխարգալ դիրքորոշում հայտնել, անկախ նրանից որ դատավորը կքննի, ինչպես կքննվի հսկող կամ հանրային մեղադրողը ով կլինի, մեծ հաշվով ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ դրանք ինձ բոլորովին չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում են պաշտպանյալ իրավունքները
եւ ես հույս ունեմ, որ ինքը պիտի արդարացվի։ Մինչ փորձագետները, քննիչներն ու պաշտպանները շարունակում են ուսումնասիրել գործի նյութերը, մի բան հստակ է՝ առաջիկա ամիսներին այս պատմությունը դեռ չի լռելու։ Կբացահայտի արդյոք քննությունը բոլոր հանգամանքները, կհաստատի կամ կհերքի մեղադրանքները, ցույց կտա այս գործընթացի տրամաբանական ավարտը։ Իսկ մենք շարունակում ենք հետևել զարգացումներին եւ ձեզ ներկայացնել նոր մանրամասներ այս քրեական գործի վերաբերյալ։ Հայաստանյան իրավապահ մարմինները բացահայտել են բազմադրվակ խոշորածավալ խարդախությունների դեպք։ Խարդախություն կատարողի պլաններն առավել խորամանկ էին, քան կարող էին պատկերացնել նույնիսկ փորձառու վարորդները տաքսի եւ բեռնափոխադրումների ոլորտից։ Հանցագործը ոչ միայն գրավեց նրանց ուշադրությունը, այլև օգտագործեց հմտորեն մշակված մեխանիզմ, ստիպելով փոխանցել 100,000-ավոր դրամներ առանց կասկածելու իրական նպատակի մասին։ Այս պատմությունը մի անգամ եւս հիշեցնում է, որ խարդախներն աշխատում են ամենաանսպասելի ձևերով։ Նրանց ծրագրերը զերծ չեն ոչ տեխնիկական հնարքներից, ոչ էլ մարդկանց վստահությունը ներգրավելու process-ից։ Մեր հետաքննության նյութում կպատմենք, թե ինչպես է գործում այս յուրօրինակ հանցավոր մեխանիզմը, ինչպես են բացահայտվել բոլոր դրվագները եւ ինչ քայլեր են ձեռնարկվել օրենքի ուժով արդարությունը վերականգնելու համար։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվակ խոշորածավալ խարդախությունների գործով նախաքննությունը։ Նախաքննության պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին մշակել է հատուկ ծրագրված հանցավոր մեխանիզմ, որի միջոցով տարբեր քաղաքացիներից, հիմնականում տաքսու վարորդներից եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներից հափշտակել է խոշոր չափերի գումարներ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, ինչպես նաև մարզային քննչական ստորաբաժանումներում նախաձեռնված խարդախության հատկանիշներով նախաձեռնված շուրջ 105 քրեական վարույթ նախաքննությունը շարունակելու նպատակով ստացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ Նախաքննության ընթացքում բազմածավալ ապացուցողական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ ազգությամբ հրեա Ներինա Նեյրայի Պինխասովան խարդախություն կատարելու ուղղակի դիտավորությամբ իր եւ քննությամբ դեռևս շպարզված անձի հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմ, իրենց ուրույն մեխանիզմը եւ արդյունքում շուրջ 105 հոգուց քաղաքացուց հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր շուրջ 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Հրեակինը մշակել է ուրույն մեխանիզմ, որի միջոցով տաքսու վարորդ հանդիսացող մի շարք անձանց կարողացել է գցել իր ծուղակն ու նյութական խոշոր չափերի վնասներ պատճառել։ Վերջինս նախ տաքսի է պատվիրել, այնուհետև սկսել մտածածին տվյալներ հայտնել եւ մոլորեցնելու միջոցով ի կատար է ածել հանցավոր պլանը։ Ներինա Պինխասովան զանգահարել է հիմնականում տաքսի ծառայություն մատուցող վարորդներին եւ նրանց գրավիչ գներով բավականին պատվերներ է կատարել, արդյունքում իր բջջային հեռախոսահամարից, ինչպես նաեւ իր մոր անունով հաշվառված բջջային հեռախոսահամարներից զանգահարել է վերոնշյալ տաքսի ծառայություն մատուցող վարորդներին եւ հեռախոսային խոսակցության ընթացքում հասկանալով, որ տվյալ վարորդների մոտ առկա են դրամական գումարներ, այդ թվում նաեւ կանխիկ գումարներ, այդ գումարները խարդախությամբ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ մտածածին տվյալներ է հորինել եւ նաեւ իր անձի մասին մտածածին տվյալներ է հայտնել վարորդներին, արդյունքում վերջիններից վստահությունը չարաշահելու եղանակով նրանց խնդրել է գումարները ուղարկել իր մատնանշած բանկային հաշվեհամարին։ Իր բացահայտումը բացառելու եւ հանցավոր գործողությունները կոծկելու համար օտարերկրացին դիմել է մի շարք խորամանկ քայլերի։ Մասնավորապես վարորդներին փոխանցել է ոչ թե իր անձնական հաշվեհամարները, այլ մեկ այլ վարորդի տվյալներ։ Վերջիններս չիմանալով հանցավոր մտադրության մասին, պարզապես կատարել են Պինխասովայի խնդրանքը, իրենց հաշվին ստացած գումարը կանխիկացրել եւ հանձնել են նրան։ Այս կերպ ենթադրյալ հանցագործը հաջողել է խաբեությամբ հափշտակել մի շարք քաղաքացիների գումարներ։ Երբ որ պայմանավորվածություն է ձեռք բերել վարորդների հետ, որպեսզի վարորդները գումարները փոխանցեն բանկային հաշվեհամարներին, Պինխասովան տվել է մեկ այլ տաքսի
ծառայություն մատուցող վարորդի բանկային հաշվի համար։ Այնուհետև կապվելով արդեն երկրորդ տաքսի ծառայություն մատուցող անձի հետ խնդրել է իրեն իբրև իր կողմից, սակայն իրականում տուժողի կողմից փոխանցված գումարները կանխիկացնել եւ արձեռն տրամադրել իրեն կամ իր մատնանշած անձին։ Արդյունքում Ներիա Պինխասովան նպատակ է ունեցել իր այս արարքով քողարկել եւ դժվարացնել իր բացահայտվելու վտանգը։ Սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչպես նշեցի, կատարված մեծածավալ քննչական եւ ապացուցողական, ինչպես նաեւ վարույթային այլ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի փաստական տվյալներ, անհերքելի ապացույցներ, որ արարքը կատարվել է հենց հրեա կնոջ կողմից։ Բացի այդ, նախաքննությամբ բացահայտվել են մի շարք նմանատիպ այլ դրվագներ։ Պինխասովան եւ նախնական տվյալներով եւս այլ անձինք զանգահարել են տարբեր քաղաքացիների, ներկայացել որպես մսի մատակարարներ եւ կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են վերջիններիս մորթված անասունները։ Ընդհանուր վնասը կազմել է շուրջ 10 միլիոն դրամ։ Քննության արդյունքում Պինխասովայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով խարդախության 105 դրվագով։ Անձին առաջադրվել է մեղադրանքը, ով ծանրակշիռ հիմքերի առկայության պայմաններում տվել է խոստովանական ցուցմունք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այն դրվագներով, երբ Ներինա Պինխասովայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումը 255-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, որ իրենից ենթադրում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախություն, այս մասով վարույթից մաս է անջատվել եւ քննությունը դեռևս շարունակվում է, քննությամբ դեռևս չպարզված անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Քննչական մարմինները շարունակում են քայլեր ձեռնարկել բացահայտելու հափշտակությունների բոլոր դեպքերն ու դրանցում ներգրաված մյուս անձանց։ Խարդախները կարող են գործել ամենաանսպասելի ձևերով։ Եղեք զգոն, ստուգեք յուրաքանչյուր փոխանցման նպատակ եւ հիշեք, օրենքի առաջ պատասխան բոլորը կտան, բայց արդյոք հնարավոր կլինի ետ ստանալ ձեզնից հափշտակված գումարները, վերադարձնել կորցրած ժամանակն ու նյարդերը։ Սրանք արդեն հարցեր են, որոնք այդքան էլ կախված չեն պետական մարմիններից։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանների հերթական վտանգավոր լարված եւ իսկապես ուշագրավ բացահայտումը մեկ տեսանյութում։ Նոյեմբերի 4-ին քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչության սեփականության նկատմամբ իրականացվող հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվել է ժամը 19:35-ին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանության աշխատակիցները Արինջի Դուրյան թաղամասում հայտնաբերեցին եւ բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին Ջերմուկ քաղաքի 33-ամյա բնակչին։ Վերջինս իր վարած Hyundai Մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվեց ոստիկանության վարչություն։ Ոստիկանության քրեական գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 33-ամյա տղամարդը Երևան քաղաքի տարբեր վարչական տարածքներում իրականացնում է բնակարանային գողության դեպքեր։ Ստացված օպերատիվ տեղեկությունը մեր կողմից իրացնելով լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2025 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 19:35-ին նշված տղամարդը բնակարանային գողությունը կատարելուց անմիջապես հետո մեր կողմից հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նախնական տվյալներով տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, նշելով, որ մոտ 1 ժամ առաջ նույն թաղամասի 6-րդ փողոցում գտնվող տան հետնամասի դռանը հարմարեցված առարկայի գործադրմամբ ապօրինի ներթափանցել է բնակարան եւ հափշտակել ոսկյա եւ արծյաթյա զարդեր, տարբեր իրեր եւ տարբեր արժույթների թղթադրամներ։ Ձերբակալման պահին անձի մոտ առկա էր բնակարանից կատարված գողության գողոնը ամբողջությամբ, որը մեր կողմից հայտնաբերվել էր, փաթեթավորվել, կնքվել էր եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քաղաքացին բնակարաններ ապօրինի մուտք էր գործում տան պատուհանը հարմարեցված գործիքով բացելու եղանակով,
ինչպես նաև բնակարանի մուտքի դուռը հարմարեցված առարկաներով բացելու եղանակով։ Բացատրական աշխատանքների ընթացքում տղամարդը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերից մինչ օրվա դրությամբ ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքում գտնվող եւս 5 առանձնատուն, որոնցից 4-ից դուրս է եկել առանց գողություն իրականացնելու իր կամքից անկախ հանգամանքների պատճառով։ Իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ վերոհիշյալ անձը 33-ամյա տղամարդը նախկինում եւս կատարել էր նմանատիպ 5 գողության դեպքեր։ Իրավապահ մարմինները շարունակում են իրականացնել համապատասխան գործողություններ ամբողջական պատկեր ստանալու եւ հանցագործության բոլոր մանրամասները բացահայտելու ուղղությամբ։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է սկսել ենք կարևոր է իմանալ էջը, որի ընթացքում հյուրընկալում ենք երկրում լավագույն մասնագետներին եւ լսում ձերիս կողմից բարձրաձայնված խնդիրների պատասխանները։ Այնպես որ եթե ունեք խնդիր եւ ցանկանում եք լսել ձեր խնդրի պատասխանը մասնագետների կողմից, զանգ տվեք նշված հեռախոսահամարին կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին։ Իսկ այս պահին մենք տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Լուսինե Վիրաբյանին։ Բարև ձեզ։ Բարև Տաթև։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ նաև հրավերի համար։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ մինչ քննարկմանը տեսնել, թե ինչ խնդիր է բարձրաձայնում մեզ դիմող հեռուստադիտողը եւ որից հետո անցնել արդեն բուն խնդրի քննարկմանը։ Խնդրեմ։ Բարև ձեզ, ակտիվ սոցիալական կյանք եմ վարում, բայց մի հատ տղա մտնում է իմ էջ, վերցնում է նկարներս, դնում իր էջ ու հայհոյախառն պոստեր անում։ Համբերությանս բաժակը լցվել է, ինչքան փորձեցի կոռեկտ պատասխանեմ, օգուտ չտվեց։ Մեր նամակներն էլ ա դրել էջում ու ծաղրում ինձ։ Շատ անբարոյական վարք ունի։ Ասեմ ավելին, այդ վարքագիծը ոչ միայն իրա կողմից է, այլև իրա բլոգի հետևորդների։ Խնդրում եմ, օգնեք ինձ։ Ինչ կարող եմ անել այս իրավիճակից դուրս գալու համար։ Դասական օրինակ, երբ մենք բախվում ենք սոցիալական ցանցերում հայոյախառն արտահայտությունների, անձանց անձնական կյանք ներխուժելու եւ անձնական հատկանիշները քննարկելու եւ վիրավորանքներ հասցնելու դեպքերին։ Այդ դեպքերը շատ են, մենք բոլորս բախվում ենք եւ գիտենք, որ վիրավորանքը նաեւ ապաքրեականացված է, ինչ կարող է անել քաղաքացին։ Ցավոք դեպքերը շատ են, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ցավոք անձնավորությունները ներկայանում են ոչ միայն սեփական եսով եւ լուսանկարներով, այլ նաեւ fake էջեր բացելու արդյունքում կարողանում են փաստացիորեն խուսափել իրավական գործընթացներից եւ դրա պատասխանատվությունից։ Բնականաբար այստեղ մանրամասնված չէր հստակորեն արդյոք իր լուսանկարով անուն ազգանունով է տվյալ անձնավորությունը կատարում այլ հակաիրավական արարքը թե ոչ։ Ինչպես հասկացա բլոգ է վարում։ Տղամարդը բլոգ է վարում եւ այդ բլոգի ընթացքում սեփական տվյալներով։ Այո։ Տիպիկ օրինակ ունենք փաստացիորեն վիրավորանքի կամ զրպարտության։ Նայած թե ինչպիսի, քանի որ հստակ չունենք օրինակը, նայած թե ինչպիսի բնույթ է կրում, այսինքն կոնկրետ անձին վիրավորում ծաղրում է, դա արդեն վիրավորանքի ինստիտուտն է գործում, թե անձին վերագրում է որոշակի հակաիրավական, հակաբարոյական նորմերի խախտմամբ որոշակի արարքներ, դա արդեն զրպարտչական գործողություններ են։ Երկու առումով էլ մենք ունենք քաղաքացիական օրենսդրությունում կարգավորող նորմ եւ բնականաբար կա որոշակի առանձնահատկություններ։ Առաջինը մենք տեսնում ենք, որ առկա է արդեն իսկ հրապարակայնությունը, այսինքն առաջին հերթին այն հանգամանքը, որը որ պետք է լիներ, դա պետք է լիներ նաեւ երրորդ անձանց հասու ձևով կատարված տվյալ գործողությունը, որին ցավոք ականատես ենք լինում։ Բացի հրապարակայնությունից, եթե հենց անձամբ իր էջով, իր դեմքով է բլոգը վարում, այսինքն առկա է տվյալ անձը, եւ եթե լուսանկարն է անգամ այդ աղջկա տեղադրում, նշանակում է նույնականացնում է, թե ում է ուղղված այդ զրպարտությունը կամ վիրավորանքը։ Հասցեական է լինում, հասցեական է, այո, եւ փաստացիորեն տվյալ դեպքում կարող է այո անձը դիմել դատական պաշտպանության, սակայն մեկ վերապահումով։ Դատական պաշտպանությունը իրականացվում է ավելի մեղմ վարույթային սահմաններում, այսինքն համապատասխան հայց ներկայացնելու համար, որպես այդպիսին առավել սեղմ ժամկետներ է օրենքը սահմանել եւ ընդհանուր սահմանում է 1 ամսվա ընթացքում իմանալու պահից, սակայն ոչ ավել, քան տվյալ հրապարակումից 6 ամսվա ընթացքում, այսինքն եթե քաղաքացին բախվել է այսպիսի մի խնդրի, կարծում եմ, որ պետք է շտապի, եթե հնարավորություն ունի դիմելու օրենսդրական այո ժամկետները հայցային վաղեմության բաց չթողնելու համար։
Ես ցանկանում եմ տարբերակել նաև որպես այդպիսին քաղաքացու պարտականությունը դատարանում, որովհետև վիրավորանքի համար օրենսդիրը նախատեսել է, որ պարտականությունը որպես այդպիսին կրում է հայցվոր կողմը, որ դա վիրավորական արտահայտություններ են, որովհետև դա ներքին համոզմունքն է անձի, եւ եթե մի արտահայտություն ինչ-որ մեկի համար կարող է լինել վիրավորական, մեկ ուրիշի համար կարող է դա լինել շատ նորմալ շփման ձև եւ ոչ վիրավորական արտահայտություն։ Ինչ վերաբերում է զրպարտությանը, այդ դեպքում արդեն իսկ արտահայտություն կատարող, հրապարակում կատարող անձը պետք է կրի տվյալ զրպարտության իսկությունը ապացուցելու պարտականությունը, այսինքն որ այն, որը ներկայացվել է իրականում ճշմարտությունը եւ զրպարտության հետագայությունը։ Օրենսդրական առումով կարող եմ ասել այս ընթացակարգերն են, կարծես թե հպանցիկ մի քանի նախադասությամբ մենք անդրադարձանք եւ ժամկետներին եւ ընդհանուր պարտականության ապացուցման հետ կապված։ Վերջին շրջանում հաճախ եմ լսել, երբ վիրավորանք կամ հայհոյախառն արտահայտություն անելու համար ընդհանուր մինչև քրեական գործեր են բացում եւ խուլիգանություն կատարելու գործընթաց սկսում։ Այ ուզում եմ հասկանալ զուգահեռները եւ ինչ գործողություն պետք է լինի, որ այսպես քաղաքացիական օրենսդրության կարգավորումից միանգամից թռիչքով անցում կատարենք քրեական օրենսդրության դաշտ։ Այո, թեև որպես այդպիսին վիրավորանք ապաքրեականացվեց, բայց ունենք այդքան ծեծված խուլիգանության ինստիտուտը քրեական օրենսդրությունում, որը որ կարող է դա արդեն սուբյեկտիվ բնույթ է կրում, մի դեպքում դա կարող է համարվել, որ անձին վիրավորել են որպես այդպիսին վիրավորական արտահայտություն են կատարել, մյուս դեպքում կարող է տվյալ պարագայում արդեն քննչական մարմինը հաստատված համարել եւ արդեն իսկ մեղադրանք առաջադրել, որ կատարվել է խուլիգանություն, այսինքն հրապարակային ձևով կատարվել է խուլիգանություն։ Երբ որ մենք նայում ենք երկու հանգամանքները, պարզվում է, որ դրանք շատ նեղ, շատ սահմանը շատ անորոշ է կարծես թե, եւ սուբյեկտիվիզմը այստեղ շատ մեծ է, այսինքն անձի ընկալումից, ինչպես նաեւ մեկնաբանման ցանկությունից կարող է նույնանման արտահայտությունը մի կողմից մեկնաբանվել որպես վիրավորանք, մյուս կողմից արդեն որպես խուլիգանություն։ Կամ վարույթն իրականացնող մարմնի կամահայտնությունից։ Սուբյեկտիվիզմը հենց դրանում է։ Այո։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ մի փոքր լուծման մեխանիզմներ առաջարկել այն հեռուստադիտողներին, ովքեր այս պահին լսում են մեզ։ Սոցիալական հարթակներում այսպես տարածված շփման գործընթաց է գնում այսպես էկրանից այն կողմ կամ հեռախոսից այն կողմ բոլորին պատրաստ են վիրավորել եւ հասցնել այնպիսի միասյանի, որ անձը սկսի իրապես մտածել իր իրավունքների պաշտպանության մասին։ Ինչ գործընթացներ պետք է իրականացնի քաղաքացին, որպեսզի եւ չբախվի նման իրավիճակների եւ բախվելուց հետո ճշգրիտ քայլեր ձեռնարկի։ Չբախվելը մի փոքր հարաբերական է ասված, որովհետև անգամ շատ կիրթ, շատ զարգացած խոսքի մեջ կարող են նաև մարդիկ ինչ-որ բան գտնել եւ որպես այդպիսին հակադարձելու պայմանով վիրավորական արտահայտություններով, քանի որ մենք տեսնում ենք համացանցերում խոսքի կուլտուրան եւ հիգիենան առհասարակ շատ քիչ է պահպանվում։ Այո, ցավոք։ Եվ բնականաբար բերվում է նաև նրան, որ ոչ միայն հասել ենք արդեն այն գագաթնակետին, ոչ միայն խոսքով է վիրավորանքը արտահայտվում, այլ նաև լուսանկարներով, այդ թվում նաև արհեստական ինտելեկտը նաև նպաստում է դրան, որպեսզի տարբեր տեսանյութեր պատրաստվեն, տարբեր լուսանկարներ պատրաստվեն եւ անձին սկսած ծաղրի ենթարկելուց վերջացրած մինչեւ հակաօրինական գործողություններ վերագրվեն եւ ոչ բոլորն են ունակ ընկալելու, թե դա ինչի հետևանքով է արվում։ Եվ քաղաքացիներին կտամ մեկ խորհուրդ, քանի որ այդ պահին գտնվում են կարծես թե շատ էմոցիոնալ վիճակում, որոշակի քայլեր չեն հաշվարկում, ընդհանրապես հետագայում դատարանում խնդիր չունենալու հետ կապված, քաղաքացիական դատավարության շրջանակներում ապացուցման պարտականության հետ կապված, տվյալ նյութը, տվյալ հրապարակումը կամ հայտարարությունը ընդհանրապես նոտարական կարգով հաստատել, այսինքն ապացույցի ապահովում իրականացնել, որովհետև լինում են դեպքեր, երբ որ քաղաքացին դիմում է դատարան իրավական պաշտպանության, դատարանը պետք է նյութը ուսումնասիրի, նյութը ներկայացվում է ակտիվ հղումով, ժամանակի ընթացքում այդ հղումը ուղղակի վերանում է, քանի որ համացանցից ջնջվում են այդ բոլոր տեղեկությունները, այսինքն չկա հանգամանք, չկա նաև դրա համար վրա հասնող պատասխանատվություն։ Ուղղակի այդ պահին լինել ավելի սառը եւ իրականացնել ապացույցի ապահովում նոտարական կարգով, որը որ նոտարիատի մասին օրենքն է արդեն դա կարգավորում եւ տալիս է այն կարգավորումը, որ քանի դեռ դատական համակարգում չկա համապատասխան հարուցված հայցը, նոտարի իրավունք ունի այդ գործարքը վավերացնել։
Շատ լավ։ Վերջին շրջանում հաճախ եմ լսել, երբ դատարանները փաստացի ապացույց չեն ընդունում այն նամակագրությունները, որոնք լատինատառ են իրականացվել։ Այս դեպքում քաղաքացին ինչ կարող է անել։ Կան գրասենյակներ, որտեղ որ լատինատառ նամակները վերծանման տարբերակով կարծես թե, այսինքն հայերեն բառերով, բայց լատինատառ իրականացնում են։ Դա թարգմանչական գործողություն չի, բայց ամեն դեպքում թարգմանչի կնիքով հաստատվում է դրանց իսկությունը եւ որպես ապացույց հնարավոր է ներկայացնել։ Այսինքն գրագետ լուծումներ ի սկզբանե միջև դատարան դիմելը շատ պարտադիր է, որովհետեւ հետագայում դրա բացասական հետևանքը կրում է դա ներկայացնող քաղաքացին։ Այո, ես կարծում եմ կարևորագույն տեղեկատվություններ ներկայացրեցինք այս մասով եւ մեզ դիտող քաղաքացիները վստահաբար պետք է ֆիքսեն նախ վաղեմության ժամկետի հետ կապված խնդիրը, որը ներկայացվեց, բացի դրանից ուշադրություն դարձրեք, որպեսզի այն վիրավորանքը, որը ներկայացվել է ձեզ, հայերեն տառերով է ներկայացված, թե լատինատառ, որտեղ ապագայում դուք պետք է կարողանաք դատարան դա որպես ապացույց ներկայացնեք, իսկ լատինատառ գրված նամակագրության թարգմանությունը պետք է իրականացվի փաստորեն մինչ դատարան դիմելը, որպեսզի դատարանի կողմից դա պատշաճ ապացույց համարվի։ Ես ուզում եմ մի փոքր այսպես խոսենք նաև անձնական տվյալների գաղտնիության մասին, որովհետև խոսում ենք այն մասին, որ փաստացի վիրավորանք, զրպարտություն, այդ բոլոր գործընթացները տեղի են ունենում այն ֆոնին, երբ ներխուժում են մարդու անձնական կյանք։ Մենք ասում են անձնական կյանքը անձեռնմխելի է, պետք է փակ լինի հասարակությունից եւ հրապարակայնություն չպետք է ունենա, սակայն գրեթե բոլոր դեպքերում արկա է այս խնդիրը, երբ քննարկվում է մարդու անձնական կյանքը։ Այո։ Թեև դա սահմանադրորեն նաև ապահովված երաշխավորված իրավունք է, բայց նաև վերջին ժամանակներում ամենաշատ խախտվող իրավունքներից մեկն է։ Եվ բնականաբար այդպիսի գրագրությունները պետք է նախ առաջի հերթին հասկանանք ինքը իրականում կրկին անգամ անդրադառնամ վիրավորանք է թե զրպարտություն եւ որպես այդպիսին կարծում եմ նման դեպքերում օրենսդիրը ել ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնի, ինչպես նաեւ քրեադատավարական առումով գործընթացներ պետք է իրականացվեն, եթե զուգորդվել է դա բացի վիրավորելուց նաեւ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հանգամանքով։ Այո, եւ վերջին հարցադրումը քաղաքացին դիմել է դատարան, բնականաբար սպասելիքները, ակնկալիքները նրա ներողություն խնդրելն է նույն միջոցով, որ հասցվել է վիրավորանքը, ել ինչ ստանալիք կամ ել ինչ ակնկալիք կարող է ունենալ քաղաքացին։ Արդյոք կարող է նաև որպես վնաս իրեն իր համբավին, իր բարի համբավին հասցված վնասի փոխհատուցման պահանջ նաև ներկայացնել այս մասով։ Քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ 1 հոդվածը սահմանում է ինչպես ոչ նյութական առումով, այսինքն զրպարտությունը հերքել կամ վիրավորանքի համար ներողություն խնդրել, այդպես էլ սահմանում է որպես այդպիսին ֆինանսական պատասխանատվություն։ Այսինքն սկսած 1 միլիոնից մինչև 3 միլիոն, նայած զրպարտությունն է դա, թե վիրավորանք կրկին անգամ։ Սակայն դատական պրակտիկան հաստատում է, որ ոչ բոլոր դեպքերում են նյութական վնասի հատուցումը որպես այդպիսին բավարարվում դատարանի կողմից եւ հիմք են ընդունում այն հանգամանքը, որ քաղաքացին չի պատճառաբանել եւ չի ապացուցել, թե ինչպիսի վնաս է հասցվել, բացի բարոյական վնասից կարծես թե նյութական առումով ինչպիսի վնաս է հասցվել։ Եվ այդ առումով նույնպես պետք է զգուշավորություն ցուցաբերել, ապացույցների համակցությունը ապահովել, որպեսզի դատարանը կարողանա ճիշտ եւ գրագետ լուծումներ տրամադրել, թեև կարող ենք փաստել, որ անգամ ունենում ենք վճիռներ, երբ որ քաղաքացին հաստատում է հանրային դեմք լինելով կամ որոշակի տնտեսական գործունեությամբ զբաղվելով, հաստատում է, որ ունեցել է վնասներ, կրել է վնասներ այդ ընթացքում, բայց միևնույն է դատարանը ըստ հավուր պատշաճի ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքի վրա։ Նույնը գործում է նաև լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերով, երբ որ կոնկրետ հաստատվում է, որ լրատվամիջոցը խախտել է անձի իրավունքը, վիրավորական կամ զրպարտչական արտահայտություն է ներկայացրել, մյուս դեպքում արդեն իսկ որպես այդպիսին մամուլի ներկայացուցիչ ֆինանսական ծանր դրություն չեն կարողանում որպես այդպիսին ծանր դրության մեջ դնել լրատվամիջոցին, որպեսզի այդ դրամական հատուցումը լինի ըստ պատշաճի, այսինքն այնպես, ինչպես օրենքն է սահմանել։ Եթե մենք պրակտիկան ուսումնասիրենք, այդ 1 միլիոն կամ 3 միլիոնը բնականաբար դա օգուտ ստանալու, եկամուտ ստանալու եղանակ չպետք է դիտարկվի, բայց միևնույն ժամանակ գոնե պետք է լինի որպես սաստող մահակ, որպեսզի անձը իր խոսքին հետևի, նամանավանդ հրապարակային խոսքին։ Բնականաբար հետևանքները գիտակցելով զերծ մնա անօրինական քայլեր անելուց։ Անչափ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ շնորհակալ այն տեղեկատվության համար, որ հաղորդեցիք, վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները կարողացան կողմնորոշվել, թե նմանատիպ դեպքերում ինչ քայլեր պետք է կատարեն։ Շնորհակալ եմ։ Իսկ ես հիշեցնում եմ ձեզ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է եւ խոսում, կարեւոր է իմանալ։ Կհանդիպենք հաջորդ կիրակի 20:20-ին։